Ես 28 տարեկան եմ եղել, իմ աշխատանքից անզավակության հարկ էին պահում, զավակ չունեի։ Ստիպողական էր, որովհետեւ ամուսնանայի։ Աղջիկերկանց էլ կար մի ժամանակ, որից հետո աղջիկերկանց հանեցին։ Աղջիկն ասում էր ինձ թող գան տանեն, որ ես զավակ ունենամ։ Բայց դե ճիշտ պահանջ էր։ Զավակը ծնունդը շատ պետք է լինի, որ երգիրը բազմանա, շատանա։ Թե չէ մի ժամանակ լսեցի, որ Չինաստանը մեկ երեխա էր թույլատրում, հիմա դարձրել է երկուս, մտածելով, որ երգիրը ծերանում է։ Դերասանուհիները, դերասանները բոլորն էլ չեն ամուսնանում, նա մեզ սիրուն աղջիկեր, բաներ, իրանց կարիերայի հետևից են գնում են եւ ծնունդ չկա, ստիպողական պետք է ինչ-որ մի բան լինի, որ ծնունդը շատ լինի, եթե ծնունդը չեղավ, երկրի ժողովրդի վիճակը վատ կլինի։ Բոլորն էլ պետք է ամուսնանան, շատանան, բազմանան։ Ես ծնվել եմ 1936 թվին, 79 տարեկան եմ։ Ապրել եմ Վերի Սասունիկը, հին անունը Ղարաջալար եղել, 1962 թվին մեր գյուղը վերաբնակեցրին, իջեցրին նստեղ, որը կոչվում է Սասունիկ։ 1965 թվից նշանակվել եմ Սասունիկ սովխոզում որպես բրիգադիր։ Աշխատել եմ բրիգադիր մինչև 1988 թվի, մինչև խորհրդային պետության փլուզման։ Ունեմ լավ տղաներ, ունեմ լավ թոռներ, լավ հարցներ, բոլորն էլ ինձ լսում հարգում են, ահա երկարակեցության գաղտնիքը։ Տան մեջ անախորժություն եթե չի լինում, բոլոր տան անդամները թեպետ բաժանվել են, արդեն առանձին ընտանիք են կազմել տղաները, բայց բոլոր դեպքերում ամեն մի հարցում ինձ հետ կապնում, հարցնում են, որպես հին գյուղատնտեսի, որպես լավ պապիկի։ Այնքան էլ գոհ եմ, որ շատ հարգում են ինձ։ Ունեմ 4 տղա, 10 թոռ։ Իմ անրանիկ թոռն է, առաջի թոռը սա է, ամենափոքրը թոռնուհին։ 10 թոռ այդ մի թոռնուհի աղջիկ եմ, բոլորը տղաներ են։ Իմ տղաները ունեն էլ երեխաներ, հիմնականում մեր ազգի գեների կողմից գալիս է, որ տղաների թիվն ավելի շատ է, քան թե աղջիկերկանց։ Կոմունիստների ժամանակ այս բնակարանները բոլորը ձրի են տվել մեզ, անվճար։ Նստել ենք, ասում են, եթե եկել ես, նստել ես, պարտադիր պետք է գյուղատնտեսության մեջ աշխատես, եթե ոչ, բնակարանն ազատ է։ Այն ժամանակը դենց էր։ Ստիպված տան անդամներից 2-3-ն աշխատում են։ Կարմրահյութը։ Սասունիկը համարվում էր խաղողի բերքի ցուցանիշներով 3-րդ տեղը, լավ բերք ենք տալիս, ժողովուրդն աշխատում են, միասնական ամեն ինչը շատ լավ էր ստացվում։ Եթե ճիշտն ասենք, գյուղացիները բոլորն էլ դժգոհ են այսօրվա վիճակից։ Գյուղնախարարությունը գոյություն չունի, չկա։ Հողերը բաժանեցին գյուղացիներին։ Գյուղացիները չկարողացան մշակել հողերը։ Հիմա Սասունիկում 90% հողերը բաց են թողի ժողովուրդը, բայց թե հողի վարձը տալիս են։ Ռոռոգման ջուրը հիմնականում Սևանից է գալիս, շատ ուշ են տալիս, որը չի բավարարում ժողովրդին, ձեռնատու չի եւ այսպես մարդիկ կարծես թե հրաժարվել են այդ հող մշակելուց։ Գյուղատնտեսությունը կարծես թե մարել է։ Առաջընթաց չկա, բիզնեսմենների մասին չեմ խոսում, հիմնականում փոքր գյուղացիներ, որոնք կես հեկտար հողատարածք են մի ընտանիքի, մեկին 1 հեկտար է հասել, բայց թե հնարավոր չի, մեխանիզացիա չկա, հնարավոր չի մշակել, առանց մեխանիզացիայի 1 հեկտար հող մշակելը շատ դժվար է եւ ջրի խնդիրն է։ Ու բանից պարզվում է, որ խաղողը այսօրվա վիճակով ես թարմ եմ, ես բավականի թարմ ունեմ, հատուկ մշակում եմ, բան եմ անում, խաղողը ստանում եմ, օղի եմ պատրաստում եւ վերջ, իսկ խաղողի այգին դաշտը տվել եմ տղաներն եմ մշակում։
Բայց մշակում են, հանձնում են խաղողը պետությունը ընդունում է շատ էժաններով, հետո գումարն էլ ժամանակից չի տալիս։ 3 ամիս 1, 4 ամիս 1 դենց գումարը տալիս է, այդ գումարն էլ միջև գալիս ասում է, այդ տանտերը արդեն բավականին պարտքի տակ է։ Վարգ են վերցնում, վարգի տակ խեղդվել են ժողովուրդը, չեն կարողանում փակեն։ Այսպես ծանր վիճակ է հիմա գյուղացու վիճակը։ Այս ժամանակ խաղողի մշակության բոլոր գյուղերի սովխոզ կոլխոզներ գոյություններ օգուտն էլ էր պետության, վնասն էլ էր պետություն, ուրեմն պետությունը այնպես էր անում, որպեսզի չվնասվի եւ գյուղացին հողից չփախնի։ Սիրիայից ինչքան բաներ բերեցին, մարդկանց բերեցին գյուղերում բաժանեցին, որպեսզի գյուղատնտեսությունը զարգանա եւ բնակիչների թիվը գյուղում մնա, ոչ թե փախչի դեպի քաղաք, այլ գա դեպի գյուղը։ Գիտելիքը չկա։ Գիտելիքի դեպից ով է գնում, ոչ մեկ։ Եթե գիտելիք ունենային գյուղնախարարին մի լավ մարդ կնշանակեին, որպեսզի այն ժամանակ գյուղնախարարը, եթե Սասունիկը մեկ օր ոռոգման ջուրը կդրված էր, զանգում էին Շրջկոպի նախագահին, Շրջկոպի նախագահ մի հատ զանգում էր, գյուղնախարարը հաջորդ օրը ջրի հետ գալիս էր։ Սասունիկի ջուրը չի կդրել։ Դե հիմա յուրաքանչյուր մեկը ձգտում է, որ իր կողքի հետ է մարդը իրան պաշտպանող լինի, իր կողմից խոսի։ Կես ինչ է մեր երկրի վիճակը։ Ես լրաբերով որ նայում եմ ազգային ժողովի այդ խայդարակ վիճակը, առաջնահերթ երկրի անվտանգության մասին առաջնահերթ մտածեին։ Բոլորը մեկ հարցի շուրջ ճիշտ մտածեին։ Մտածել են այս մեկը, չգիտեմ, տունը սարքեն, մյուսը սարեն, ժամանակին արել են եղել, հիմա սա երկրի անվտանգության հարցով ոչ մի նշանակություն չունի։ Առաջնահերթ միասնական պետք է լինենք։ Բոլորս մեկ մարդու նման պետք է մտածենք, որ մեր երկրի խաղաղությունը լինի, երկրի բոլոր աշխատանքները նորմալ լինեն, գյուղատնտեսությունը զարգանա, քաղաքի գործարան ֆաբրիկաներ առաջվա նման, քաղաքացին աշխատին, ամեն ինչը տեղին լինի, ոչ թե կանգնեն իրար հայհոյեն, ասեն, ուղղակի խայդարակ վիճակը շատ ժամանակ ոչ մեկ էլ չի նայում այդ լուրերը։ Երկրի ղեկավարը նախ լավ դիվանագետ պետք է լիներ եւ պահանջկոտ, խիստ։ Փաշինյանը այդ կողմից թույլ էր։ Ես լիդերը չունեմ, չեմ կարող ասել, որ նայում եմ, շատերը խոսում են, լավ ճարդար խոսում են, բայց թե կարող է ինչ-որ կներես արդարացած փուչիկի նման խոսում են, ով որ լինում է, լինի խիստ, օրինական պահանջկոտ, բոլոր ղեկավարների նկատմամբ պահանջկոտ լինի, յուրաքանչյուր ղեկավարը իր դերում աշխատող լինի եւ յուրաքանչյուր ղեկավարը իր կատարած աշխատանքի համար պատասխան պետք է տա։ Տիգրան Մեծի ժամանակ Արցախից 500 ձիավոր Տիգրան Մեծի խմբի մեջ եղավ, որը կոչվել է Փոթորիկ։ Արցախի ձիաները իրանց ասում հոդները բարակ էր եւ շատ արագաշարժ էր, ամենաառաջնային այդ 500 զինվորն էին եղել։ Այդ ժամանակվանից Արցախը եղել է Հայաստանին եղել։ Իսկ հիմա Ստալինը վերջերս տվեց, միացրեց Ադրբեջանին, մինչև որ 88 թվից հրշականներ այդ շարժը սկսեցին, գրավեցին 7 շրջան եւ բան արին, այդ ժամանակն էլ մեր դիվանագետները շատ վատն էին, չկարողացան ոնց որ հիմա Ալիևնա ստիպում, որ SSS պահանջները ներկայացեն, այդ ժամանակ որ մերոնք հաղթեցին, այդ ժամանակ թող պահանջեին, որ SSS պայմանները դնում եք, որպեսզի խաղաղություն լինի։ Եթե Սյունիքի միջանցքը Զանգեզուրով Ադրբեջանին կամ Թուրքիային կամ Ռուսաստանին եթե տան, Հայաստանը հաշվի, որ մի անգամից մորթել են։ Վիզը կդրել են, մնացել է մարմինը տուպիկի մեջ։
Չի կարելի Հայաստանը որպես պետություն գոյություն չունենա։ Մեր հիմնական ճանապարհով ամեն ինչով Սյունիքի միջանցքն է։ Սյունիքը ժամանակին պայքարել է Դավիթ բեգը, Մխիթար Սպարաբեդը, պատմությունը որ կարդացել, ովքեր կարդացել են, գիտեն, թե ինչ պատերազմ եղել, ինչ են արել, որպեսզի Սյունիքը պաշտպանեն, Զանգեզուրը պաշտպանեն, դա Հայաստանի զարգերակն է։ Մեր փաբերն էլ հետո որ թուրքերի մասին, քրդերի եւ ադրբեջանցիների ասել որ բարեկամ եք, ասում են այ բալա, քո գրբանը ցակլնի, այդ բան ադրբեջանցիներն ու թուրքն էլ մի գլոր շարի գլեն քո գրբանի մեջ, որ գցես շարժվես ունի կորնի, անվստահելի ժողովուրդ են, դրանք երբեք լավ բան իրանց մոտ չկա, չի կարելի վստահել դրանց։ Շատ ուժեղ դիվանագետ են, փորձում են, համոզում են, խոսում են ու ամեն ինչը իրանցով են անում, դրա համար էլ չի կարելի Զանգեզուրի միջանցքը Մեղրիի ոչ մեկ էլ չի կարելի տալ։ Դա Հայաստանի զարգերակն է։ Հսկողը պետք է լինի Հայաստանը։ Երկու ներս մտնելուց էլ դուրս գալուց էլ ճանապարհները պետք է հսկի Հայաստանը։ Բայց թե Սյունիքի այդ իրանց պահանջած ճանապարհը չի կարելի, Զանգեզուրի այդ ճանապարհը չի կարելի։ Հələ լավ է որ Իրանը մեզ պաշտպանում է։ Ողից դա չի տալիս։